Շաբաթներ անգամ ամիսներ շարունակվող մարմնի թուլությունը, ախորժակի անկոմն ու կրկնվող հոդացավերը պետք է հուշեն շտապ դիմեք բժշկի, ռևմատոիդ արթրիտի նախնական փուլի ախտանիշներն են։ Հիվանդության սկզբում բորբոքվում են դաստակի եւ ոտնանդհատի մանր հոդերը, այնուհետեւ նաեւ ներքին օրգանների ախտահարման վտանգ կա։ Հիվանդությունը սկսվում է սիմետրիկ հոդերի ախտահարումից, մանր հոդերից, ճաճաժդաստակային, նախադաստակ ֆալանգային, պրոքսիմալ միջֆալանգային, ինչպես նաև ոտնաթաթի մանր հոդերի ընդգրկումից։ Սակայն այնուհետև հիվանդության պրոգրեսիվման, հարաճման հետ մեկտեղ կարող են ընդգրկվել ցանկացած այլ հոդեր, ինչպես նաև ներքին օրգաններ։ Հիվանդությունն աուտոիմունային է, այսինքն օրգանիզմի իմունիտետը շփոթվում եւ հարձակվում է սեփական առողջ հյուսվածքների, տվյալ դեպքում հոդերի վրա։ Առաջացման հստակ պատճառը գիտությանը դեռ հայտնի չէ, բայց կան ռիսկի մի քանի գործոններ։ Բազմաէթիոլոգիկ հիվանդություն է, տարբեր պատճառները կարող են հանգեցնել աուտոիմուն հիվանդության, տարբեր վիրուսները, ստրեսը, ժառանգական նախատրամադրվածությունը, այդ բոլորը կարող են նպաստել ռևմատոիդ արթրիտի կամ ցանկացած աուտոիմուն հիվանդությունների զարգացմանը։ Ռևմատոիդ արթրիտին բնորոշ է հոդերի այտուցվածությունը, կարմրությունն ու տաքությունը, շարժումների սահմանափակումը, նաև սիմետրիկությունը, այսինքն եթե ախտահարվել է ձախ ձեռքի մատի հոդը, մեծ հավանականությամբ նույն ճակատագիրը կունենա նաև աջ ձեռքի նույն հոդը։ Ցանկացած հոդացավի դեպքում սկզբնական շրջանում պետք է դիմել, որպեսզի հիվանդությունը վաղ ախտորոշվի։ Հիվանդությունը վաղ ախտորոշվելու դեպքում բուժումը կատարում են հետևյալ կերպով։ Սիմպտոմատիկ բուժում, որպեսզի հանվի հոդացավը, հոդերի այտուցը, բայց ամենակարևորը կանգնացնել աուտոիմուն պրոցեսը, դանդաղեցնել հիվանդության ընթացքը, զարբերել ռեմիսիայի, այսինքն հանգիստ փուլի։ Ժամանակակից բժշկությունը ռևմատոիդ արթրիտի բուժման համար առաջարկում է կենսաբանական դեղորայք, որոնք ապահովում են հիվանդության ախտադադարները։ Մասնագետի հորդորն է առաջին ախտանշանները նկատելիս անհապաղ դիմել ռևմատոլոգին, անցնել հետազոտություններ, իսկ հիվանդության ախտորոշման դեպքում չհուսահատվել, քանի որ մեր երկրում այդ դեղերը եւս հասանելի են։ Արամ Արանդյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։